բարեպաշտ հայորդիկ, անարագի գիրագին հաջորդող երկուշաբթին է, և մենք ձեզ գուզենք ներկայացնել Ղուկասու ավետարանեն 15-րդ գլուխեն առաջին երկու համարներուն մեջ են մեզի հասնող պատգամը։ Տեսեք, թե ինչպիսի մտայնության դեր են փարիսեցիք և տբիրներ հավասարապես, որոնք թեև օրենքի ուսուցիչներ էին, բայց պատրաստ չէին ընկալելու և հասկանալու խորապես Քրիստոսի առաքելությունը որպես Աստվածորդին, որ եկած էր օրենքին լրումը և ճշմարիտ մեկնաբանությունը տալու։ Քրիստոս մեղավորներու հետ սեղանի շուրջ կգտնվեր, որովհետև գմիտեր անոնց առաջնորդել դեպի ճշմարիտը։ Ահա նույն ոգին է, որ կդրսևորե նաև անարակ որդիին հայրը, ուր սիրով կվերահաստատե իր նախկին փառքին ու իշխանությանը մեջ իր որդվույն։ Հետևաբար տեսակետոմը մաքսավորներն ու փարիսեցիները, ինչպես անարագի ավագ եղբայրը, նեղմիտ ու նախանց մարդիկ էին, իսկ քրիստոնեությունը կմերժե նախանցը, որովհետև այդ արմատն է ամենայն չարյաց։ Հետևինք Քրիստոսի պատգամներուն, որպեսզի այդ նույն պատգամներով լուսավորենք մեր կյանքը։